Բարի երեկո, եթերում վեդա հաղորդաշարն եմ, ես Արման Գրիգորյանն եմ։ Այսօրվա թեման իշխանությունների անհատականացվածությունն է։ Ինչ խոսք, մենք այդ հարցին չպիտի մոտենանք միայն քաղաքական կամ սոցիալ-տնտեսական ասպեկտով, մեզ ավելի հետաքրքրում է մշակութային մի ֆենոմեն, որի պատճառով միգուցե մենք նայում ենք իշխանություններին իբրև անհատականացված կամ ցանկանում ենք տեսնել նրանց անհատականացված։ Համեմատելով Հայաստանը այլ երկրների հետ, ասենք Սաուդյան Արաբիայի, որտեղ հենց երկրի անվանումը կապվում է թագավորի հետ, կամ Թուրքմենիայի, որտեղ հիշում եք Թուրքմենբաշի, հենց թուրքմենների հայր առաջնորդ, այդ անունն է գրում, կարծես, երկրի ղեկավարը, ապա պիտի ասենք, որ Հայաստանը նման չի այդ երկրներին, մենք ունենք հստակ բաժանված իշխանություններ, մենք փորձ ենք անում, արդեն 10 տարի եւ ավելին, ստեղծել քաղաքացիական հասարակություն։ Սակայն մի խնդիր իսկապես թվում է մտահոգիչ։ Դա այն դիմադրությունն է, որին արժանանում է քաղաքացիական հասարակության կերտումը մեզանում։ Ինչու է պրոբլեմը, որտեղ պիտի մենք փնտրենք այդ պրոբլեմը, արդյոք իշխանավորների անձնական որակների մեջ, թե դա զուտ հայկական ֆենոմեն է։ Եվ այսպես ինչ-որ մի մշակութային ֆոն մեզ դիմադրում է, դա երևում է նույնիսկ դպրոցներում, երբ մենք գնում ենք կամ մեր երեխաներին տանում ենք դպրոց, ինչ-որ մի տարիքից սկսած հայտնվում է այդ ֆոնը։ Լևի Ստրոսի կարծիքով համընդհանուր ինտերնացիոնալ գաղափարները ունենում են դժվարություններ բախվելով հենց այդ տվյալ ազգի կամ ռեգիոնի մշակութային ֆոնին։ Ահա մեզ հետաքրքրում է ինչպիսին է մեր մշակութային ֆոնը եւ որտեղ փնտրենք։ Դա ինչ խոսք անգիտակցական մի սվերա է ու կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության։ Թվում է երկրորդական մի հարց, սակայն կարող է ավելի տրամաբանական լինել, ասենք գիտության եւ մշակույթի, կրթության, երիտասարդության ու սպորտի։ Դրանք իհարկե վարկածներ են, հետաքրքիր է թե ինչպիսի սցենարով ենք մենք գործում։ Որտեղից այդ սցենարը մեր մեջ։ Հիշում եք արհերոստանգերությունը եւ ոչ միայն արհերոստանգերությունը շատերը ասում են որ Հանրապետության հրապարակում միգուցե դրվի Սասունցի Դավիթի արձանը Երևան Քոչարի կատարմամբ։ Ինչու է բանը Հանրապետության հրապարակ եւ Սասունցի Դավիթ։ Ինչ մագնետիզմ ունի մեզ համար Սասունցի Դավիթը։ Արդյոք դա 10-րդ դարի միֆ է թե ավելի հին։ Այս պահին ինձ այդ չի հետաքրքրում, այլ այն միֆի ամբողջականությունը, որը իր մեջ կրում է մի քանի էտապներ, Սանասար Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ, հետո Փոքր Մհեր։ Ինչպես հիշում եք, միֆը վերջանում է, որ Փոքր Մհերը թաքնվում է ժայռի մեջ։
ինձ հիշեցնում է կամ ինչ որ կապ եմ ես տեսնում Marlboro-ի կովբոյների հետ։ Ու համոզված եմ, որ դուք ամեն անգամ երբ նայում եք Marlboro սիգարետի ռեկլամը, մտովին պատկերացնում եք կամ կուզենայիք, որ այդ նույն որակով նկարահանված լիներ նաև Սասունցի Դավթի մասին մի ֆիլմ։ Ոչ միայն այն պատճառով, որ այդ երկիրը, որտեղ ապրում են այդ կովբոյները, ունի բուրմունք, այլ նաև այն պատճառով, որ դա մի տեսակ իդեալ է։ Մարդու, որը պայքարում է բնության հետ, պայքարում է այլ մարդկանց հետ, միայնակ երևի, ինչ որտեղ նա անշուշտ քրիստոնեական միֆի շարունակությունն է, ասենք նրա հովիվ լինելը, սակայն այն ուղիղ կապը չկա, որը կար ասպետական գրականության հետ։ Ու ավելի հետաքրքիր մի բան, եթե հիշում եք Terminator ֆիլմը, հերոսը վերջում, ինչպես եւ փոքր մեհերը, միայնությունից որոշում է վերադառնալ դեպի այն նյութը, որից ինքը ստեղծված է, հալվող երկաթի մեջ։ Ու պատճառաբանությունը հետևյալն է, որ ինքը եթե մնա մենակ, ինքը կգործի չարագործություններ, երկիրը չի դիմանա իրեն։ Ինչ ֆենոմեն է միայնությունը։ Արդյոք մենք չպիտի նայենք մեր հայտնի միֆը, իբրև մի ամբողջություն, մի մարդու, միգուցե, որը հերոսականությամբ դառնում է միայնակ։ Ինչ բացատրություն կարող ենք գտնել այս խզված իրավիճակում, որը հիմա մենք տեսնում ենք մեր հասարակության մեջ։ Արդյոք մենք չեք նմանվում մի տեսակ կղզիացած Ռոբինզոնների։ Դեֆոյի Ռոբինզոն Կրուզոն անշուշտ իդեալականացված է եւ իդիլիկ։ Ժիլ Դելյուզը կարծում է, որ եթե մարդը միայնակ լիներ, նա բոլորովին չէր նմանվի Դեֆոյի Ռոբինզոն Կրուզոյին։ Ավելի կնմանվեր Տուրնոյի, ֆրանսիացի մեկ այլ գրող, որը մոտավորապես 100 տարի հետո նորից գրեց Ռոբինզոն Կրուզոյի մասին, եւ ահա այստեղ Տուրնոյի Ռոբինզոնը շատ ավելի նման է վարվում փոքրիկ մհերին։ Նա նույնպես մտնում է ժայռի մեջ։ Նա վեր է ածվում կղզու ոգու։ Այսինքն աշխարհը առանց ուրիշի, աշխարհը, որտեղ մենք միայնակ ենք, որտեղ մենք իզոլացված ենք, մեզ ստիպում է դառնալ բնության տարերք։ Մենք վեր ենք ածվում ոգու։ Շատ լավ կարող ենք դա նկատել նաև հիշելով, ասենք, Հիտլերի զինվորների քայլը, այդ շքերթը։ Այնտեղ չկա ուրիշը։ Նրանք բոլորը կրկնում են մեկը մյուսին։ Այսինքն միայնակ մարդը ինքը հանդիպում է իր հետ։ Նա չի հանդիպում ուրիշին։ Իսկ ուրիշի բացակայությունը մարդուն հնարավորություն չի տալիս ճանաչել ինքն իրեն։ Այս ֆենոմենը իհարկե միայն հայկական չէ։ Սա կատարվում է ցանկացած միայնության կամ այդ նևրոզի դեպքում, երբ մարդ իր խնդիրները փնտրում է դրսում։ Մշակութային հարցերը հիմնականում կարծում եմ պետք է իրենց բացատրությունը գտնեն ներսում։ Բոլորովին վերջերս Հայաստանում էր Ֆլեշա արտամսագրի խմբագիր, հռչակավոր համադրող, արվեստաբան Ֆրանչեսկո Բոնամին մի հետաքրքիր միտք ասաց, թե ինչու է կայանում ամերիկյան մշակույթի առավելությունը։
դա նա տեսնում էր հոգեվերլուծությանը լուրջ վերաբերվելու մեջ։ Այսինքն մարդը կարողանում է ինքն իրեն օգնել, վերլուծել ինքն իրեն եւ տեսնելով, որ դա իսկապես տեղի ունենում, առաջանում է նրա մոտ օպտիմիզմ ու հույս, որ կկարողանա նույն ձևով օգնել եւ դիմացինին։ Եվրոպացիները ճիշտն ասած այդպես չմոտեցան փսիխոանալիզին եւ դա էր միգուցե պատճառը, որ Եվրոպայում ավելի էգզիստենցիալ փիլիսոփայության գերակայություն ստեղծվեց։ Դա նկատելի է նաև մեզանում եւ ես միայնության մասին երբ խոսում եի, նկատի ունեի այդ միայնությունը էգզիստենցիալ, գոյաբանական միայնությունը, որը միգուցե մենք ենք հենց մեզ դրդում։ Այսինքն մի այսպիսի եզրակացություն եմ ուզում անել, միգուցե իշխանությունները անհատականացված չեն, այլ մենք ենք պահանջում, որ նրանք լինեն անհատականացված։ Դա գալիս է մեր միայնության խորը զգացողությունից։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը, հույս ունենալով, որ մեզ կհաջողվի հաջորդ հաղորդումներում ավելի կոնկրետ եւ հրատապ հարցերը նույնպես վերլուծել մշակութաբանական ներքին մղումների եւ պրոցեսների ասպեկտից։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ, ցտեսություն։